Բարև ձեզ, Սարվա թեման է իմ այսօրվա զրուցակիցը կինոռեժիսոր Արև ֆիլմ ստուդիայի հիմնադիր տնօրեն Հրանտ Վարդանյանն է, բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Պարոն Վարդանյան, ես փորձել եմ հարցերս կառուցել ձեր վերջին մի քանի գրառումները ուսումնասիրելով, բայց մի ուշագրավ գրառում էր աչքովս ընկել, դուք նշել եք, որ աշխարհը ոչ թե քանդվում է, այլ վերանորոգվում է, այն դեպքում, երբ այսօր շատերն են կարծիքին, որ աշխարհը քանդվում է, ինչն է վերանորոգվում աշխարհում։ Նախ ասեմ, որ մի հատ sense հետաքրքիր բան է կատարվում, էլի այսօր արդեն երկար ժամանակ է, այսօր հիմա ես միշտ խոսում եմ դրա մասին, այդ որ անցած ժամանակով միտքդ երկու վայրկյան հետո ինքը հնանում է, ինչի, որովհետև երկու վայրկյան հետո անենց բան է փոխվում, հա, բոլորս ենք նկատում, չէ, այսինքն այսօրվա հիմա ինչ որ մենք խոսում ենք, խոսելուց հետո արդեն հնացած է, իսկ հարցը բանն էր, թե աշխարհը ինչա կատարում աշխարհը այսօր ըստ իս որպես ստեղծագործող եւ դիտող, որտեվ մասնակից չեմ քաղաքականության ոչ տեղական, ոչ էլ համաշխարհային եւ ընդհանրապես կատարվելիքը շատ բարդ process է, կարծում եմ վերանորոգվում է, որտեղ փթած է այդ հին աշխարհը ինչի է քանդվում, որտեղ վերջի ֆունկցիոնալ իր բոլոր ակտերի ավարտվել է, արդեն չկա էլ բան, որ արված չի եղել, էլի ամեն ինչ արվեց, հազարամյակների մասին է խոսքը, ամեն ինչ եղել է, այսօր շատ է փոխվել, մի հատ էլեմենտար բան ասեմ, որ ցանկացած ինֆորմացիա, ցանկացած մանիպուլյացիոն ինչ որ մի հատ բան մի վայրկյանում ամբողջ աշխարհում տարածվում, այսինքն ամբողջ աշխարհը իրար հետ այս հեռախոսներով, ամեն ինչով կապի մեջ է, այսինքն մի հատ ցանցային կապ է, մարդկությանը կապել են իրար, կապված է, այսինքն չկա այդպես բան, որ այնտեղ լինում է, թե չէ մի վայրկյան հետո արդեն դու կարող ես ոչ թե դրա մասին ինֆորմացիա տեսնես, որտեղ կամերաների տեսախցիկների քանակը, հեռախոսները, այսօրվա նման ավելի շատ կինո, այսինքն վիդեո նյութ, պատմության մեջ չի եղել, պատմության մեջ չի եղել, որ այսենց ամբողջ աշխարհի ժողովուրդները, մարդիկ իրար հետ ինչ որ ցանցային real time հենց այս վայրկյանին կապի մեջ են։ Իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է այս աշխարհը կատարվելիքը ամբողջական է, բոլորը բոլորի հետ են, բոլորը բոլորին կպած են, բոլորը բոլորի հետ կապված են, կախված են, անհնարին է բաժանել։ Հին աշխարհը ուրիշ պատմության մեջ էր ապրում, հին աշխարհը ժամանակաշրջանը իր եկավ ավարտեց եւ էպոխային է նաեւ, հա, մենք ձկան դարաշրջանից մտել ենք ջրհոսի դարաշրջան, սա սիմվոլիկ եմ ասում, բայց սա տիեզերական առումով մեծ փոփոխություն է տեղի ունենում, որովհետեւ մենք արևի հետևից անընդհատ sense մեր մոլորակները էս, հա, մենք ճամփորդության մեջ ենք, մարդիկ մոռանում են, իրանց թվում է իրանք են, իրանց գտալը եւ իրանց խնդիրները, բայց այս ամբողջ գլոբուսը իր ճամփորդության մեջ է եւ մենք մոռանում ենք ուղղակի, մենք շատ բան ենք մոռանում, իհարկե, այն ինչ որ իրական է, այսինքն բնությունը, արևը, տիեզերքը, հա, ու հնարովի փուչիկ բաներով խապված է մարդկությունը, որովհետև ես կարծում եմ, որ մարդկության անգամ հավատքների այս մեծաքանակությունը պիտի բերի մարդկությանը բնապաշտության, որովհետև ուրիշ բան ավելի ռեալ, ավելի կպած մարդուն, ավելի հեշտ փչացվող, հա, մարդու կողմից չկա։ Բնությունը այսօր մենք ոտատակ ենք տալիս, մենք քերում ենք, հանում ենք մեջից, պոկում ենք, հա, այդ ցավացնում ենք, որտեղ սա կենթանի օրգանիզմ է,
ցանկացած բնության մաս։ Այս ամեն ինչը ստեղծվել է, ապրում է, շնչում է, մեր նման 100,000-ներ եկել գնացել, բայց այդ սարը կա։ Ու մենք այդ սարը սենց կրծոտում ենք, հանում ենք ընդեղից այն ինչ, որ մենք մեզ պետք է, ու ինձ միշտ ցավ է պատճառում այն քաչալ սարերը, իմ նման քաչալ սարերը, որ քանդում են, էլի տենց ոչինչ բան չեմ անում, վատ չեմ զգում, բայց այս քիչ ծառացածկույթով Հայաստանում, երբ որ անտառի մեջ ծակ են անում ու այս Google-ով որ նայում ես, այդ ծակերը տեսնում ես, ոնց որ վերքեր մոտեցնում ես, վերք են դրանք։ Մենք բնությանը սենց ենք վերաբերվում, մենք այսօր մեր շրջապատին, նայեք այսօր աղտոտվածությունը օդի, այսօր մեր ապրելու ձևը, ոնց ենք մենք թափում, ոնց ենք տանում աղբը լցնում գետի մեջ, ոնց ենք վերաբերվում մեր արտաքինին քաղաքի, այս լարանցումները, այս փոշին, շինարարության փնթիությունը, ինչ ասես, ես փոքր մեզնով եմ դեռ ասում։ Իհարկե աշխարհում կան երկրներ, պետություններ, որոնք այդ մշակույթը ունեն եւ պահպանում են բնության համար, բնության վրա դողում են, շվեդները աշխարհի լավագույն թուղթն են արտադրում, բայց իրանց անտառը չեն կտրում։ Եվ անտառ ունենալը Շվեդիայում համարվում է մեծ կապիտալ հարստություն։ Դրանք անտառածածկ Շվեդիան, իրենք միշտ ծառ են տնկում։ Ինչի՞։ Մարդիկ եկել են հասկացել են, որ այդ բնությունը չլինի, մենք չէ որ այդ շատ կապված ենք, մենք ուղղակի սենց չենք ուտում, չէ, բան չի, օդից չի ստեղծում, դա այս բնությունն է տալիս, արևն է տալիս, հողն է տալիս, ջուրն է տալիս, մենք մասնակցում ենք դրան, բայց սրա պտուղա, չէ, ու մենք չենք հասկանում, որ մենք ենք, մարդկությունն է պտած, ես բերում եմ այն ինչա կատարվում, պետք է վերանորոգվի, որովհետև հարցը դա էր, ինչի է վերանորոգվում, պետք է վերափոխվում է, այս թվայնացումը շատ բան է փոխելու, այսօր ուժային հրթիռների քանակը չեն որոշում, այսօր տեխնոլոգիաներն են որոշում, որովհետև այսօր քաղաքականությունն էլ եմ ես քվանտային արդեն աչքներիս առաջ քվանտային է դառնում քաղաքականություն, մի մասնիկը մի քանի տեղում է գտնվում, որովհետև մեր վիճակները ասած կպած են իրար բոլորիս, այնտեղ այսօր Սիրիայում ջարդ են անում, դա ինձ ցավ է պատճառում, այնտեղ միտեղ ջրհեղեղից երեխեք են մահանում, այնտեղ Ուկրաինայում պատերազմ է լինում, Արցախը ասենց բանով ամբողջ ցեղը իր տեղից դուրս եկավ գնաց, ոչ մեկին պետք չի, սա ոնց ասեմ, մենք մարդիկ մեկս մյուսի նկատմամբ ենք այտենց, այսինքն մարդու կինը, հազարամյակներ է դա նոր բան չի, եկել, եթե չփոխվի, էլի գալիս եմ այդ հարցիդ, եթե չվերանորոգվի, կավարտվի ամեն ինչ, բայց ես այտենց չեմ նայում, սա չի ավարտվում, ու երկար ժամանակ դեռ չի ավարտվի, այսինքն մարդկության պատմությունը, բայց շատ բան ունի մարդը վերափոխվել, այս պանդեմիան օրինակ եթե նկատեք, մարդկանց մտածել տվեց շատ բաների վրա, ինչի, որտև շեղվեցին այդ օրվա վասկից, որը հիպնոզացնում է մարդուն և գցում է ինչ-որ ղեկավարվող մի հատ ինչ առավոտը վեկացավ գնաց գործից եկավ նույնության մեջ է, մի հատ ցիկլի մեջ է հանգած, երբ որ այս պանդեմիայի ժամանակ մնացին տանը մենակ, շատ բան սկսեցին տեսնել և մարդը գնաց ներս, իսկ քանի որ աշխարհում ապրողների շատ մասը, որ միայնության մեջ է ապրում և դրսում էլ այսօր, մենակ մարդիկ սկսեցին իրար տեսնել,
ու այս փոփոխությունները այդ պանդեմիան, այդ փակվելու, ասենք սա շահկապված են իրար հետ ինձ թվում է, էլի, որովհետև ես գիտեմ, որ երկար տարիներ գիտնականները օրինակ ուսումնասիրում էին ղեկավարվող քաոսի տեսությունը եւ կարծում եմ կոմպյուտերային ժամանակաշրջանում սա դարձավ հնարավոր, որովհետև ցանցային է, ցանցը քաոս ստեղծել ցանցում եւ ղեկավարելը հեշտ է դարձել հասկացար ինչ եմ ասում, որովհետև ու կարծում եմ, որ այս քաոսը, փոփոխման քաոսը ղեկավարվող է, ես այդ բան տեսությունների բանը չեմ, ռեալ եմ նայում, որովհետև եթե չղեկավարվի, քանդվի ամբողջը կարող է իրար սա բոլորը իրար վրա սկսեն կրակել, բայց անարդար շատ բաներ կա աշխարհում, որոնք եթե մարդկությունը վերափոխվում է, որպեսզի գնա խաղաղության, անարդար հարցերի լուծում պիտի ստանան։ Ինչպեսի լուծում, ես չգիտեմ, բայց մարդկանց հետ, ժողովուրդների հետ կատարված անարդարությունների հետ, ոնց որ հրյաներին ֆաշիստական Գերմանիան ոչնչացրեց, հա, եւ դրա համար երկար տարիներ կոմպենսացիա ստացավ։ Ոչ մի այլ ազգ հրյաներից պակաս չի, եւ բոլոր նրանք, ովքեր որ անարդար խնդիրներ ունեն, հայերը, հույները, չգիտեմ, Աֆրիկայի ժողովուրդները, Ալյասկայում ապրողները, մարդկությունը, պրոբլեմները ամենուր կան։ Դա մենակ մեր ռեգիոնում չի, էլ այս պրոբլեմները, հա, Արցախյան պրոբլեմի նման մի ուրիշ տեսակի, բայց դա մարդկանց պրոբլեմ է, մենք այսօր 30 տարի հոգեվիճակի մեջ է գտնվում ժողովուրդը, սա պրոբլեմ է, ու այս հոգեվիճակի մեջ գտնվող ժողովուրդը դժվարություն է ապրում, մեկը այս ղեկավարներից անցած գնացած գոնե իրանց ժամանակաշրջանում այսօրվա ղեկավարները ներողություն խնդրել չկա։ Այդ ներողություն շատ կարևոր բան է, որտեղ միած 30 տարի սերունդ է մեծացել անդադ այսպես վիբրացիայի մեջ։ Բան մի օր չեք շուռ գալիս այս սերունդին ասեք երեխեք կներեք, մենք այնքան էլ ճիշտ չենք արել, էլի ինչ որ արել ենք։ Սա կարևոր բաներ են, մենք մեր ղեկավարները այս 30 տարվա լուսնից չեն, դա մենք ենք, սա մեր պատկերն է։ Մենք ինքներս էլ պետք է վերանորոգվենք մտածելակերպի առումով։ Ոչ թե ղեկավարները պետք է վերափոխվեն, ժողովուրդը պետք է վերափոխվի, այսինքն կրթություն, մշակույթ, գիտություն, մշակույթ, որ ասում ես, շատերը կարծում են, խոսում ես բանի մասին, էլի, արվեստի մասին, արվեստի գործերի մասին, չէ՞ որ այս հեռուստատեսությունը մշակույթ է, օպերատորական աշխատանքը մշակույթ է, խոսելը մշակույթ է, քաղաքաշինությունը մշակույթ է, ամեն ինչը մշակվածից է գալիս, պետք է մշակես, որ գործես, փայտագործը միջև ինքը չմշակի ինչ է անում, այդ գործիքը չի վերցնի ձեռքը սկսի, այսինքն անմշակ բաները միշտ կատաստրոֆաներ են ու հիստերիկ վիճակների է բերում։ Պարոն Վարդանյան, երբ կորցրեցինք մեր մշակույթը, ձեր ասած մշակույթը, մարդկային մշակույթը, եւ ինչի չենք կարողանում մինչեւ այսօր վերագտնել այդ մշակույթը։ Ես կարծում եմ, որ մենք հայերիս մշակույթը, մենք 15 թվի ջարդերը միշտ չգիտեմ ինչի ու դա վիրավորական է միշտ եղել, որովհետև գլխաքանակով չի իմ համար ցեղասպանությունը։ Գենոցիդը, եթե երկու հատ երեխա է մահանում ազգային պատկանելությամբ, իմ համար գենոցիդ է դա, որովհետև գեն կրողը այդ երիտասարդն է, այդ ձագն է։ Այսինքն իմ գենս բան է տվելու, այնքան են գենից խոսում այսօր, որ արդեն ծամոն է դարը, հա, գեն, բայց տվյալ դեպքում ես կոնկրետ եմ ասում,
գենոցիդը, այսինքն տեսակից սպանելն է նշանակում, տեսակ այդ քո տեսակը սպանում, ոնց է բոլշևիկները սպանում էին ազատ մարդու տեսակը, այդ նույնն է իմ համար, դրանք շատ նման են իրար, ֆաշիստները սպանում էին հրեա լինելու համար, հա, սրանք բաներ են, որոնք մարդկությունը արել է, եւ այսօր անարդար այդ օդում կախված հարցեր կան, այդ որ մեծ ազատությունից, արդարությունից խոսում են, այդ արդարությունները մի հատ էլ եղած է մաքրեք, ես համամարտկային եմ ասում, մարդն է այսօր փչացած, սա ղեկավարներ չեն, պրեզիդենտներ չեն, դրանք այդ մարդը մեզնից են դուրս գալիս, լուսնիկ չեն, այլ մոլորակայիններ չեն ոչ մեկը, մենք ենք սխալը, մարդն է սխալը, եկել փչացել է, բաներ են փչացել, կամ այդ տեխնոլոգիական առաջընթացները ավելի արագ է, դասավորը նյութական, քան հոգևոր զարգացվածությունը։ Իհարկե ոչ, որ այսօր փառքաստու աշխարհը այդ մարդկանցով էլ է լի, որոնք ավելի հոգևոր են, ավելի տիեզերական են մտածում, ավելի անժամանակից են մտածում, հա, ընդհանրական բաներ եմ ասում, որ ոչ ռելիգիոզ լինի, ոչ է գիտական դա էլի, մարդու տեսակ կա, այտենց գյուղում կա այդ տեսակը, քաղաքում կա, անտառում իր մենության մեջ ապրող կա, որ այտենց է մտածում, ամբողջական է մտածում, ինքը այդ քաղքեն ինչի, քաղքենիա կող է եղել աշխարհը, հա, այդ պճնանքը, այդ բանը, սուտ արժեքներ են, այսօր այդ արժեքներն է փչվելու, որովհետև այս թվայնական հարաբերություններ, այսինքն երբ որ կանխիկ գումարի ավարտն է գալիս։ Ես կարծում եմ կգա ժամանակ, որ ոսկին էլ այդ գին արդեն չի անիմաստ կլինի ոսկին, տենց գին ունենա էլի։ Բաներ արժե համակարգ է փոխում, որովհետև նայեք, այսօր մեծ խոսում են, ինչ բաներ է գնում, չէ, քաղաքական սենց լավաներ է, ստեղից է թափվում, հետո ընդեղից է թափվում, բայց իրականում ստեղծված այսօր մի քվանտային համակարգ չի, ինչքան որ ես եմ հասկանում ուժն ու զորությունը, դա մի հատ բան է ստեղծված, որ ում ձեռքին որ կա, էլ ոչ մի զենք կարա չլինի, չաշխատի։ Բայց արդյոք դա ոնց է, ինչ են անում, որտեվ ես ես վերջերս տենց նյութ էի լսում նայում, կարդում էլ եմ բաներ կան, նյութեր կան, որ կարդում ես, թե քվանտային համակարգիչը ինչ հզորություն ունի։ Այսինքն, եթե մեր այսօրվա սովորական համակարգիչներով որևիցե ռազմական կոդ, ինչ որ հրթիռի կոդ ուզենաս բացես, ամենաբարդ կոդը, կարող է մի 20 տարի տևի մեր այսօրվա համար։ Իսկ բանը քվանտային համակարգը դա անում է վայրկյանների ընթացքում։ Հիմա ով որ ունի այդ համակարգիչը, նրա այդ հրթիռները իրանց ուժը կորցնում են։ Այսինքն ցանկացած հրթիռ, ցանկացած տեղից կարելի է անջատել, փոխել, չգիտեմ ինչ անել, կոդը կտար արեցի։ Անիմաստ է դառնում պատերազմը։ Այսինքն այն կուտակումները, որոնք այդքան զենք ու ատոմային ռումբեր կա, այդ ամեն ինչը դառնում է անիմաստ։ Էլ ոչ մեկին դրանով չես վախեցնի, որովհետև նա որ թերապետում է քվանտային կոմպյուտերին, հա, մոտ է բարեկամական հարաբերություններ ունի, նա կարա այդ ուժը կարա ամբողջը կանգնացնի ու վերջանա պատերազմները ու ես կարծում եմ թե վատ որ այդ ուժն է չէ իհարկե լավ է որովհետև պատկերացնում եք մի 1000 տարի պատերազմ էլ չի լինում սա գիտաֆանտաստիկ բաներ չեմ ասում ես այտենց մտածում եմ համենայն դեպս այդ ցանկությունը ունեմ լավը տեսնելու աշխարհը վերափոխվող տեսնելու աշխարհը եւ կարևոր են այն մարդիկ ովքեր աչքները բացեն տեսնեն ինչ է կատարվում որովհետև եթե իրոք անիմաստ է այդ պատերազմները դառնում, ասեմ ինչի, որովհետև հողի կռիվն էլ է անիմաստ անում այս դեպքում,
որովհետև երկրագունդը այնքան ազատ տարածքներ ունի, որ այս մեր սենյակի չափի եթե տանենք ընդեղ դնենք մի հատ ատոմային կոմպակտ կայան, 30 տարի ավտոնոմ լույս կտա այդ մարդկանց, ու հետո կարաս քաղաք կառուցես, եթե այդտեղ կա ջուր եւ էլի բնական ինչ որ ապրելու, իսկ տեսեք աշխարհում ինչքան տեղ կա։ Այսինքն ամեն մեկը մենք 15 հոգով հավաքվենք, ուզենք մեր քաղաքը սարքենք, մեր տրանզիցիաներով քաղաքը սարքենք ինչ որ տեղ։ Գնացեք սարքեք։ Դա մաչելի է դառնալու։ Գիտես ինչն է մաչելի դառնալու, երբ որ մարդու էներգորեսուրսը դառնա զրոյի, իսկ այսօր արևային կայաններ ունենք արդեն, հա, վաղը սենց մի հատ ագրեգատ կգնես քո բակում, այդ ագրեգատը քեզ այնքան լույս կտա, որ դու, այսինքն քո ջերմության, քո կեցության հարցերը երբ որ լուծված է լինում, դու ինչ պիտի անես, պիտի ստեղծագործես։ Այդ ռոբոտների շատացման դեպքում մարդը երբ որ պարապամնալու ինչ անելու ստեղծագործելու, ով բան է ստեղծելու, նա պիտի լավ ապրի, ով չի կարողանում, մարդը ունակ չի բան ստեղծելու, ասենք, թող շատ կստանա։ Այս շատ արդար աշխարհ եմ այդ, այսինքն մենք այս թվայնացումը չենք կարող ոչ կանգնացնել, ոչ էլ բան փոխել, եթե պրոգրեսի դեմ ոչ մի բան չկա, ուրեմն պիտի մտածես այդ պրոգրեսը քեզ ինչ կարա բերի, ինչ եք մենք անդադ վատը մտածում, գնացեք ստեղծագործեք, ամեն մեկը մի բան կարող է սարքի այդ ժամանակաշրջանում, ես շատ հետոյի մասին եմ խոսում, էլի, այսօր գիտաֆանտաստիկա թվում, բայց ես կարծում եմ մարդկությունը պետք է գնա այդ ճանապարհով։ Եթե չի ուզում, էլի, որ իրար վրա այտենց տղայավարի սկսեն կրակել, իսկ դա էլ չկա։ Այդ փողոցի այդ տղայավարի կռիվն էլ չկա, որ քաղաքականության մեջ է լինի։ Ինձ մեկ-մեկ ծիծաղ առաջացնում այս թատրոնը, որտեղ ինչ կատարում է թատրոնը, անգամ այսօր թատրոն չի, կինո է, իմ ջերմը գիտաֆանտաստիկ կինո է, սա, որտեղ մի վայրկյանում բանա քվանտային է վիճակը, ժամանակաշրջանը, մարդիկ դեռ չեն հասկանում, չեն կարողանում ընկալել դա ինչ է։ Պարոն Վարդանյան, այս վերանորոգվող աշխարհում մենք որտեղ պետք է գտնվենք։ Ես ուզում եմ մի քիչ քաղաքական ենթատեքստով տալ այս հարցը։ Հայաստանը դիսկուրսի մեջ է, թե որ աշխարհակարգում մենք պետք է գտնվենք։ Այն Մալխասը մի հատ, իսկ քանի որ Հայաստանը դառել է մենակ մի հատ Երևան, որը մենք քանդեցինք, մենք մայրաքաղաքը ցեխոտ ոտերով տրորեցինք, բարբարոսաբար վերաբերեցինք մեր մայրաքաղաքի վիճակը այսօր շատ տխուր է, ու Մալխասը, որ այդ մայրաքաղաքից իմ սիրած մարդկանցից մեկն է, մի հատ լավ բան էր ասում էր, այ բալամ ասում էր, այս աշխարհը սենց հափռում, այս Երևանը հակառակ, մեր վիճակը, այս կալամբուրը, որ կատարվում է համաշխարհային մասշտաբի, մեր վիճակը տրագիկոմեդիա է, եթե ռակուրսը այտենց դնես, էլի, որովհետև մենք մեր ձեռքով ենք անում մեր գլխի եղածը, մենք ենք փչացնում, մենք ենք անում, ինչ որ կատարվել է մեր պատճառով, ու մենք անընդհատ այդ պատճառները դրսում ենք։ Իհարկե ես այսօր մեղադրում եմ եւ կայսրությանը, եւ թուրքական արված ավիրացությունները, եւ արցախյան այս բարբարոսաբար Կրեմլի պետության ժողովրդի մաս վերցնել ընդեղ դնել այս ալքիմիաները, որ արվել է հատուկ, սրանք անասնական են, որտեղ ոնց կարող է մարդը հազարամյակներ մի տեղ ապրել է, այդ տեղում դու բերում ես, ասում ես այսօր բանը, այսօր դու արդեն ուրիշ տեղում ես, ֆոկուս են արել, էլի, բայց դա արել են հատուկ, որպեսզի անդադ լարվածություն կարողանան պահեն, երբ որ իրանց պետք լինի։ Այս սրանք բարբարոսություն է, սրիկայություն է, բայց մենք մեր մեղավորությամբ մենք ենք մատնել, մենք ենք չարենց սպանել, հասկանում ես, մենք ենք չարենցի սպանել, մենք ենք մտել գնդակահարել պարլամենտը,
մեր ձեռքն է աշխատում այդտեղ։ Այսօր մենք ենք պատերազմող պետության մեջ ինչ որ տուտուց բաներ խոսում իշա հակառակորդի խնդում է մեր վրա։ Մենք ենք այդ անում։ Մենք ենք այսօր մեր պետության մեջ չենք կարողանում դասավորենք ամեն ինչը անենց, մաքրենք, զարթենք անենց, կողմնորոշվենք անենց, որ այս ժողովուրդը հասկանա ուր է գնում ինչ անում։ Այդ մենք ենք անում։ Մենք Եվրոպա կարողացել, պարոն Վարդանյան, կամ ինչի չենք կարողանում։ Ասեմ ինչի, մշակութային է էլի պատճառը, որովհետև ես ասացի 15 թվի կոտորածը մեր համար մենք չենք խոսում դրա մասին, որ մենք մեր մշակույթից զրկված ենք, այսինքն մենք մեր մշակույթից են հանել դուրս շպրտել։ Այդ կոտորածը այն կողմ տարբեր պատերազմների ժամանակ միլիոնավոր մարդիկ են մահացել, բայց մշակույթը չեն ոտնատակարել։ Դե բարբարոս ազգեր եղել են, որ եկել են իրար վրայով անցել են, բայց միևնույնն է դեպի այտենց բան չի եղել, որ հանես իրան տեղից շպրտես այն կողմ։ Մենք ենք մեր տեղից հանես ապա ինչի են հանում շպրտում մեզ, ինչի մենք ազատություն չենք սիրում, ինչի ենք մենք անընդհատ փախել այդ ազատություն, ինչի մենք պետություն չենք կառուցել մինչև այսօր, չենք ուզել, որովհետև վախեցել ենք պատասխանատվությունից, որովհետև ազատ մարդը շատ պատասխանատու մարդ է։ Մենք ազատությունից այսօր էլ ենք վախում, սենց կծֆրենք էլի բանից, ԵՏՄ, ինչ ԵՏՄ։ Դուք այսօր պետք է հասկանաք աշխարհը, մենք պետք է անալիտիկ կենտրոններ աշխատեն, որոշեն, հասկանան աշխարհի վիճակը, կապ ու բան հաստատեն ու որոշի սուտա չեմ հավատում, մենք այս տարածաշրջանում շատ մենք ժողովուրդը պատրաստ չի դրան։ Ինքը չի հասկանում ինչա ուզում, այդ ազատ չի այդ ժողովուրդը, 35 տարի ժողովուրդը լարված է, իր ազատությունը չի երևում այդ ժողովրդի, իր մտքի մեջ, իր հակուկապի մեջ, սև են հագնում բոլորը։ Այս 35 տարի արդյոք բավարար է, որ փոխենք այդ մտածելակերպը։ Եվ ինչի չփոխենք։ Ասեմ ես քեզ, ուրեմն ասում եմ թշնամուտ ուզում ես թուլացնես, գրավես, քանդի նրա քաղաքները։ Մեր մոտ ինչից է սկսվել։ Երևան քանդելուց, Գյումրի քանդելուց, ամբողջ 3 հատ քաղաք ունեինք, հա։ Էջմիածներն եմ ես քաղաք համարում։ Այդտենց շատ չէ քաղաքակրթություն, քաղաքավարություն, քաղաքագիտություն, դրանք բոլորը քաղաքացի, սրանք մշակութային իմաստ ունի դա։ Այսինքն քաղաքում կրթված, քաղաքակիրթ, հա, ասում ենք քաղաքակիրթ, ասում ենք քաղաքավարի, այսինքն ոնց որ քաղաքում կանեն այտենց։ Ուրեմն մենք անտեսել ենք, ջնջել ենք դա, քանդել ենք այդ քաղաքները մեր Գյումրի, ասացի, շեշտեցի։ Եվ քաղաքացու բացակայությունը եւ նրա չմասնակից լինելը դրան, դուք տեսել եք այսօր 35 տարվա մեջ քանի հատ երևանցի է քաղաքականության մեջ երևացել։ Մատերի, այսինքն այդքան պարլամենտ ենք ունեցել, մատերի վրա կարելի է հաշվել։ Առաջին շրջանը Երևանը կանգնեց, հա, Երևանի ես հակասովետական շրջապատում եմ մեծացել եւ սովետը չենք սիրել, սովետի դեմ էր մեծամասնության այդ ոտքի կանգնելը, այնտեղ ուրիշ բան չէր, քանդվում էր այդ սովետը եւ ասում են դրանից դուրս գալա պետք։ Միջև հիմա սենց սովետիկ տեսակ կա, որը որ ես այն օր ասեցի, լսեք տղեկ, հանգիստ թողեք, էլի դուք արդեն մեռած ժամանակաշրջանից եք, մանավանդ դուք աշխարհն է փոխում, բայց դուք այդ սատկած ժամանակաշրջանից եք, մի քայքայեք, թողեք երիտասարդների քաղաքական միջավայր ձևավորվի, որտեվ անգլուխ ենք եւ ուրիշ բան ասեմ,
մենք տոտալ մշակութային գիտական մի ժամանակաշրջանի է պետք է անցնել եւ հրավիրել խանդով չվերաբերվել հայ ազգի այն մարդկանց, ովքեր դրսում են ապրում, հրավիրել երկիր մասնագետների, ամեն ինչը զրոյից սկսող սլուխով քաղաքական գործիչ, ես սլուխով կարամ նվագեմ իմ համար տանը, բայց այդ նույն ձևի չես կարող լինել էլի մասնագետ, որտեղ մի բան որ անում ես, պիտի բավական գիտելիք ունենաս այդ ասպարեզում։ Սլուխով չեք կարող կառավարել։ Չես կարող գիտություն անել սլուխով, էլի հասկանում ես, եթե այդ մաթեմատիկական շարվածքը չունենաս, լոգիկա չաշխատի, չես կարող այտենց բանով, ինտուիցիայով բաներ անել։ Այս ամեն ինչը այսպես վիճակում է, նայեք մեր շինարարությանը, նայեք մենք շինարար ժողովուրդ ենք, մենք դուք նայեք սեփական տների անորակությունը, կառուցվածքը, ռաբիզությունը, դուք լսեք ժողովուրդը այդ ծվծվան ձայնով, խեղճ կրակ, նվնվոցով, կլկլոցով իր սիրուցա երգում զզվելի է այդ։ Խզիկ չես արան, չես լացնում դու։ Ինչ ես լացնում, ով է, բայց լալկան ժողովուրդը այդ սիրում է, այդ լալկանությունն է սկսել սիրել, էս է սարսափելի։ Մենք ենք սխալ, ղեկավարին կարելի է փոխել, այսօրել, վաղնել, մյուսօրնել, մեր վիճակն է սխալ, մենք պիտի առողջ, մարդը պիտի առողջանա, այդ որին էլ բերում եք, այս տեղից է, լուսնից չի, մենք ինչ արել ենք միջև այսօր բոլշևիզմի հոտ է գալի, փչում, զզվելի է, այսինքն շատը մենք ելնենք, մենք չնշենք, քիչ ելնենք, ձեներս կտրենք, այտենց չի, մարդը տարբեր հայացքներ ունի, այդ տարբեր հայացքների համար մարդիկ այսօր բարեկամներն են իրար հետ կռիվ անում, այ մարդ հայացքները հարգեք իրար հայացքները, մի փչացրեք իրար դրա պատճառով, դու տենց ես մտածում, զիլը, բայց արի ինձ կամ համոզի, ես էլ տենց մտածում, բայց անդադ ես բանն է, պինգ-պոնգն է, անիմաստ վեճն է, դուք տեսել եք մեր բանավեճերի գորգռոցները, իրար ոնց են խոսում, Ծամասամբ աղմուկ է։ Աղմուկ էլ չի, շուկայում օրինակ շատ ավելի բարեկիրթ մարդիկ ես տեսնում, կանգնած իր խնձորների հետևը, քեզ էլ ջան ասելով հետդ առևտուր անում, քան արտաքոստ թվում է կրթված մարդ է, բարձրագույն կրթություն ստացել, ինչ որ բան, ու պահվածքն ես տեսնում, ասում ես, լսի, ախպորպես դու ինչ գործ ունես այդտեղ օրինակ, եկել ես նստել ես, այդ ինչ ես խոսում։ Ես շատ բաներ խոսակցություններ չեմ էլ հասկանում։ Օրինակ ես մարդի ինչ է ուզում։ Բաժանվել են 120 հատ բան, 120 հատ կուսակցություն կա։ Արա ձեզ ուր է գաղափար, որ գաղափարախոսություն եք շարադրում։ Դուք այսօր սենց եք, վաղան ենց եք, հազար տեղ մտել եք, դուրս եք եկել, իրար լպստել եք, հետո հայոյել եք, իրար հիմա միս եք ուտում, զզվելի է ախր, այս ամեն ինչի մեջ ամպագորգոր բառեր լիքը, բոլորն էլ հայրենիք են սիրում, իսկականից հավատում են, որ բոլորը սիրում են, բայց այս ոնց ենք վերաբերում ենք մեր հայրենիքին, սա դրախտ է, այդ նույն մարդիկ, որոնք հայրենիքի մասին կենացներ են ասում, զինվորի մասին կենացներ են ասում, ու սրտով էլ հավատում են, որ սիրում է, բայց գիտակցությամբ ես չի մեկն է, որտև այդ նույն կենացից հետո տանում է այդ աղբը թափում է այդ ծառի տակ, թողում է տուն գնում է, ծմփորփորն առնում է, քնում է, չի մտածում, որ ընդեղ ինքը մխտրեց այդ հայրենիքը, այսենց ամեն ինչում ենք, մեր վերաբերմունքն է այդպես, մենք այդ մշակույթն ենք կորցրել, ինքներս մեզ վերաբերվելու մշակույթը, մենք կորցրել ենք, կգտնենք, լիքը բան կփոխվի, կսկսենք սիրել այդ ամեն ինչը, լիքը բան կփոխվի,
չենք անի, այսինքն անդադ մանր մուներ իրար կծոտելով դուք անդադ ձեզ կծոտեք, ձեզ կերեք, բայց թշնամին դրանց օգտվում է հիմարներ, բավական է հերիքը, այս պահելա պետք, մեր խնդիրը պահելն է, այսօր պահելն է, Սերնդափոխությունը կօգնի պահել, բացի սերնդափոխությունից, չկօգնի։ մշակութային, գիտական, կրթական տոտալ համակենտրոնացման նա պետք է անցնել, հրավիրել դրսից հայազգի լուրջ մասնագետների, դասախոսների, գիտնականների, մշակույթի մարդկանց, ռեժիսորների, լավագույն մարդկանց հրավիրել, ոչ թե ստեղ մի օր կաս հələ դրա վախտը չի, չես, զանգով հրավիրել տնտեսվարների, պայմաններ ստեղծել, պայմաններ հուշել, լավ սենց ասեմ, ստեղծելը մի քիչ տենց կուտեղի վրայի պատմություն չի, եթե այսօր դու կինո ես նկարում և քեզ այս բաներն են պետք, դու պետք է դրանց բոլորը բերես հավաքես, որ սկսես քո կինո նկարելը, մենք ռեժիսուրա չունենք, սցենար չունենք, օրը ոնց զարթնում է, աշխարհը ոնց գվում է, ոնց բվում է, այտենց ենք շարժում, ախր սա քաոտիկ վիճակ է։ Մենք էլի թող աշխարհը այտենց լինի, բայց ես որոշեմ, ես ով եմ, ոնց եմ ապրում։ Ստեղ մենք տակ տված ենք, այսօր չենք հասկանում։ Աղմուկը, խոսակցությունը, անդադ խոսակցությունը, կոնկրետ ինչ ենք, այսօր ես իմ երեխուն ուզում եմ ասեմ մենք 10 տարի, մենք ուզում ենք այս լինենք, մի բան կա այսօր, որ ինձ այսօր ուզում այդ կայսրությունից ապրծնելու գաղափար սենց օթում բոլորի մոտ կա, բայց դա իրականություն կոնկրետ է պետք դառնա, որտեղ դու գաղութում նստած շատ բան չես կարողանում անես, սա գաղութի ֆորպոստը նենց հիացմունքով էին ասում, Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է ոմանք, ասում են դուք ապուշ չեք, ֆորպոստը դա սահմանագծի են կետն է, երբ որ թշնամին գարես, ասրանք պետք է գոռան, եկան, մենք ֆորպոստում այդքան զոհ տվեցինք, մենք ֆորպոստի համար էինք ապրում, երեխեք ունենում, ծնվում, հայրենասիրական երգերը, ճառերն ու կոչերը, ինչ եղավ, այստեղ է էժանացել սաղ, այդ մշակութային է կոտրվել, ամպագորգոր բարձր երգեր ասելով չէր, այդ սահմանը կառուցելով էր, այսօր էլ մենք կենացներ պետք չի ընդհանրապես ասել, բացատրել է պետք, խոսել է պետք, իրար լսել է պետք, հասկանալ է պետք, թացը չորի հետ խառնել ենք ու չենք ուզում տեղից շարժում, բայց ես չգիտեմ ինչի լավատես եմ մնում, թարս է իմ մոտ միշտ, որտև են գիտեմ, ու ասում են լավատես այդ այն հին հորետեսնա, որ հասկացել է, որ դրանից ոչինչ բան դուրս չի գալ, լավատես է աշխատում այսօր, լավ տեսնելը ինձ բանը հույս է տալի, ես այսօր երեխա ունեմ, դուք երեխա ունեք, երեխեք կան այսօր մենք մեզնով չի, այսօր սերունդ կա մեծանման, բա որ ես վատատես լինեմ, այսինքն նստած ստեղը անդադ նայեմ երեխայիս ու մտածեմ, թե ինչ վատ տեղ ենք են, և ոնց կլինի տենց վատատես, բայց այս ժողովուրդը հոգնել է, այդ անդադ հոռետեսություն կա, անդադ սպանդի վտանգ կա, չէ, օթում ֆրֆրացող, իրականում այդքան թշնամիներ չեն անում մեր հանդեպ, այսինքն թշնամիները չեն վախացնում մեզ, մենք մեզ ենք վախացնում թուրքով, ռուսով, ադրբեջանցով, նրանց նարատիվները բերում ենք դաշտ, սկսում ենք մզմզալ, ընդհանրապես մեր քաղաքականության, քաղաքավարության ձևը դարել է մեր ֆուտբոլի նման, այն որ անընդհատ խապս են տալի, մոռանում են, որ պետք է գոլ խփենք, մենք գոլ ենք ուզում խփենք, ինչ անենք, որ այդ գոլը խփենք, սա ծրագրավորել և մեծ ռեժիսուրայի գործ է։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, պարոն Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը Արև ֆիլմ ստուդիայի հիմնադիր տնօրեն կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն էր, կհանդիպենք առայժմ։